ուղղակի շեշտադրումը տարեցների առողջության անենք եւ երկրորդ շնչառությանը, հա, մի բան պետք է նորից վերահաստատենք, որ մեր տարեցները արժանի են արժանապատիվ, այսպես ասած, ծերացման, հա, ես մի քիչ հիմա արդեն մի քիչ շփոթվում եմ այդ տերմինոլոգիայի հետ, որովհետև բարբերաբար փոխում են տերմինոլոգիան, որն է ավելի կոռեկտ, արտահայտել, տարեց, ծեր եւ այլը, բայց դրանից ոչ մի բան բովանդակությունը չի փոխվում։ Իմ ասելիքի բովանդակությունը, որ մենք պետք է բոլորս փողոցում կլինի, տանը կլինի, բուժհաստատությունում կլինի, պետք է փորձենք ավելի ուշադիր լինել, նրանք արժանի են, եւ փորձել ավելի շատ ձեր ասացի նման հետևողական լինել այդ մարդկանց մտավոր ֆիզիկական զբաղվածությունը ապահովելու ուղղությամբ։ Սա ուղղակի կարող եմ ասել որպես ամփոփիչ, այսպես ասած, խոսք, որովհետև ամեն ինչ այդտեղից է սկսվում, ընդգրկվածությունից է սկսվում։ Մենք կարող ենք հրաշալի ծառայություններ ունենալ, բայց դրանք անհասանելի լինեն իրենց համար։ Մենք պետք է կարողանանք իրենց ընդգրկենք եւ սկսենք հենց ընտանիքներից ու համայնքային մակարդակից։ Հրաշալի է ասված եւ հիմքն այն է, որ ոչ մեկս չի մոռանում, որ շուտով, շատ շուտով ինքն էլ է, եւ աշխատենք բովանդակության ուղղությամբ։ Դուք թռուցիկ անդրադարձաք մանուկների, երեխաների թեմային։ Մեր փորձառությունն էլ ցույց է տալիս, որ շատ ընդհանրություններ կան երեխաների եւ տարեցների միջեւ, նույնիսկ ասում են, որ իրենք մեծ երեխաներ են, ուղղակի չափերով են մեծ, ձեր փորձը ինչ է ցույց տալիս, որոնք են այդ նմանությունները եւ աշխատելու առումով ծրագրեր իրականացնելիս։ Գիտեք, նմանությունների առումով իհարկե կան շատ պարզ նմանություններ, առայն որ նրանք երկուսն էլ ուշադրություն պահանջելու կարիք ունեն։ Երբեմն շատ ընդգծված, երբեմն ոչ, բայց ամենակարևոր պահը դա է, պետք է հասկանալ այդ ուշադրություն ուզելու եւ ուշադրության արժանանալու միտումը, որը կա եւ երեխաների մոտ եւ տարեցների մոտ։ Բայց եթե խոսենք ավելի, այսպես ասած, ապացուցողական բժշկության տեսանկյունից, իրականում մենք գործ ունենք մի դեպքում նոր սկսվող զարգացող process-ների հետ, որոնք իրենց յուրահատկություն են պահանջում, մյուս դեպքում մենք գործ ունենք արդեն ցավոք սրտի ռեգրես ապրող process-ների հետ, որոնք եւս իրենց յուրահատկություն են պահանջում։ Այստեղ է, որ պետք է մասնագետները կարողանան հստակ տարանջատել եւ տարբերակել։ Երկու դեպքում էլ մենք գործ ունենք շատ խոցելի կոգնիտիվ համակարգի հետ, մի դեպքում եթե պահը բաց թողնենք մենք չենք ունենա պատշաճ զարգացումը, մի դեպքում եթե պահը բաց թողենք կունենանք շատ կատաստրոֆիկ, այսպես հետ զարգացումը։ Նույնը վերաբերում է ֆիզիկական զարգացման, այսինքն մենք շատ յուրահատուկ երկու սեգմենտ ունենք, որոնք պահանջում են կրկին նեղ մասնագիտական եւ լուրջ վերաբերմունք։ Շատ հետաքրքիր դիտարկում արեցիք ուշադրության մասով, երբեք չէի մտածել ու արդեն հարց է ծագում ռետորական, արդյոք մենք բավարար ուշադրություն դարձնում ենք մեր ավագներին, որքանով որ մեր երեխաներին, եւ պատասխանը ցավոք ոչ է, ամեն ընտանիք կարող է այդ հարցի դեն տալ, ամենչափ հասմարտ ու տեսնել, որ միանշանակ զավակին ավելի շատ ժամանակ է հատկացնում, գումար, զարգացման կենտրոններ, բայց արդյոք 65-ն ավելի տարեկան եւ 70-80 տարեկան մեր ծնողներին, տատիկ պապիկներին դարձնում ենք այդ ուշադրությունը, ցավոք ոչ, բայց այս ծրագրերը նաեւ միտված են մշակույթի փոփոխությանը եւ ծառայություններ ունենալուն։ Պարոն Սիմոնյան, դուք ասացիք, որ թվարկեցիք մարզերը, որտեղ աշխատում եք, ես այսպես թռուցիկ ֆիքսեցի, որ հիմնականում սահմանամեծ մարզերն են, Սյունիք, ասացիք Տավուշ, Շիրակ, Լոռի եւ մոտ մարզերից, որոնք մի քիչ շահեկան վիճակում են, կարծես թե Կոտայքը նշեցիք։ Արդյոք խնդիր ունի Հայօգնության ֆոնդը այս ծրագրերը եւ բոլոր ծրագրերը տանելու, այսինքն փակելու դաշտ ամբողջությամբ։ Ես իրականում ես չէի ասի խնդիր, ավելի շատ կա առաջնահերթություն, որը օրինաչափ է, երբ որ մենք բոլոր սահմանափակ ռեսուրսների պարագայում մենք ցանկացած ծրագրում դնում ենք առաջնահերթություններ, դրանք կլինեն կրթավճարի ծրագրեր, զարգացման ծրագրեր, բնականաբար առաջ են գալիս ավելի խոցելի խմբերը, ավելի խոցելի մարզերը, եթե աշխարհագրությամբ նայենք, եւ մեր երկրում ցավոք սրտի սահմանամերձ շրջանները, հեռավոր շրջանները
այդպիսիք են եւ դրա համար երբ որ մենք որևէ ծրագիր սկսում ենք եւ ունենալով մարդկային եւ ֆինանսական սահմանափակ ռեսուրսներ, բնականաբար պետք է առաջնահերթություններ տանք, բայց մենք կաշկանդված չենք որևէ ձևով ծրագրերը տարածելու, եթե մենք ունենում ենք ռեսուրսները, եւ ես ձեզ կարող եմ օրինակ բերել նույն տարեցների առողջության ծրագրում ես նշեցի, որ մենք այդ կրթական ծրագրերը իրականացրել ենք Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում 23 թվականի ցավալի տեղահանումից հետո մենք սկսեցինք աջակցություն Արցախից տեղահանված կանանց երեխաներին այդպիսի ծրագիր, որի նպատակը կրկին կրթումներ, ադապտացիան էր հայաստանյան, այսպես ասած, առողջապահական համակարգին եւ շատ ուրիշ հարցերի, եւ մենք այդ ծրագիրը իրականացրել ենք առանց որևէ սահմանափակման մարզային առումով, այս 25 թվականին իրականացրեցինք Գեղարքունիք, Վայոց ձոր, հաջորդ տարի իրականացնելու ենք Արարատ, Արմավիր, Տավուշ, մի խոսքով եթե խոսենք սահմանափակումներից, ոչ թե խնդիրներից, ընդհանրապես դա ռեսուրսի հարց է եւ եթե ռեսուրս ունենանք, ամեն տեղ կաշխատենք։ Ես ձեզ ավելին ասեմ, իրականում կա մոտիկ Երևանին մերձակա շրջաների խնդիրը, երբ որ մենք շատ ժամանակ դիտարկում ենք, որ իրենք ավելի լավ վիճակում են եւ որևէ խնդիր չունեն, բայց ցավալիորեն ես կարող եմ ասել, որ շատ ու շատ խնդիրներ Արարատյան դաշտավայրում ավելի սուր են եւ մենք դա տեսանք ժամանակին, երբ որ երեխաների արյան այդ հեմոգլոբինն էինք ստուգում, սնուցման ծրագրերն էինք սկսում, Արարատում օրինակ պատկերը շատ ավելի վատ էր, քան օրինակ Սյունիքում։ Այնպես որ մոտիկ շրջաների խնդիր էլ կա եւ մենք դա գիտենք եւ հենց որ ռեսուրսի բավարար քանակ ունենում ենք, մենք անմիջապես սկսում ենք որևէ բան անել մոտիկ շրջաներում։ Ինչ հետաքրքիր է ձեր ասածը վեր հիշեցի, որ առողջապահական ամբողջ սպեկտրն է փակած, փաստորեն այս առումով էլ։ Եվ մեզ լսում են շատ ուշադիր են լսում տարեցները, ավակ սերնդի մեր հայրենակիցները մարզերում, հեռավոր գյուղերում, ինձ երբեմն ասում են, որ բոլորը պարտաճանաչ լսում են եւ անպայման հարց է ծագելու, եթե կարիքը ունեն, ինչպես դիմեն Հայօգնության ֆոնդի կենտրոններ, ճաշարաններ, գուցե մարդիկ կան, որ դեռ տեղյակ չեն ու ինչ պայմանների պիտի համապատասխանեն, որ կարողանան գալ ձեզ մոտ։ Տեսեք, հարցը շատ ընդգրկուն է եւ շատ դժվար է այդ հարցին միանշանակ պատասխանել, որովհետեւ նախ առաջին հերթին պետք է հասկանալ ինչի կարիք ունեն, երբ որ ասում ենք կարիք ունեն, որովհետեւ մեր ծրագրերը շատ սպეციფիկ են, եթե խոսում ենք բարեգործական ճաշարաններից, ես նշեցի որտեղ են իրենք գործում եւ այդ ճաշարաններում կան աշխատակազմ կա, որտեղ կարող են իրենք մոտենալ կարիքի գնահատումը անցնել, մեր համակարգողը, այդ ոլորտի համակարգողը անընդհատ կապի մեջ է պարբերաբար եւ այդ թարմացնում է շահառուների ցանկը եւ այլն։ Ինչ վերաբերվում է տարեցներին, ովքեր այլ, այսպես ասած, շփումների կամ իրենց զբաղվածության եւ այլը, ես գիտեմ, որ կան համայնքային կառույցներ եւ նույն ասոցիացիան, ում մասին որ խոսեցի, տարեցների ասոցիացիան, որքանով ես գիտեմ, սերտ կապի մեջ են որոշ մարզերում հաստատ, իսկ որոշների մասին կարող եմ ճշտել, աշխատում են այդ համայնքների հետ, նույնիսկ որոշ տեղերում իրենք փորձել են ստեղծել ինչ որ փոքրիկ, այսպես իրենց ցերեկային կենտրոնների մոդելները, որտեղ տարեցները ցերեկը գնում են, զբաղվում են ինչ-որ գործեր, ձեռագործություն եւ այլը, այնպես որ ավելի շատ իմ ուղղորդումը կլինի հետեւյալ կերպ, որ նախ եւ առաջ տարեցները իրենցով շատ կդժվարանան այդ հարցերը, մեր կոչը պետք է ավելի շատ ուղղված լինի նրանց ընտանիքի անդամներին, խնամողներին, ովքեր եթե այդպիսի կարիք են ունենում, պետք է իրենք մի քիչ ավելի հետևողական լինեն եւ փորձեն սկսել հենց համայնքում գործող որևէ կառույցից ու այդպես հետևողական գնան հասնեն միջև իրենց ճիշտ, այսպես ասած, հասցեն, հա։ Ինչպես երեխաներին զբաղմունք գտնեն։ Այո, պետք է զբաղվել իրենցով, պետք է զբաղվել իրենցով, միանշանակ։ Հրաշալի է։ Կա բան որ չարցրի, իհարկե ժամանակը սուղ է, բայց այնուամենայնիվ թռուցիկ փորձեցինք ամեն ուղղությամբ գնալ։ Կա բան, որ անհրաժեշտ է համարում, որպեսզի մեր ունկնդիրներ իմանան ու հնչեցվի այսօր։